թե Ալիևն է սխալվում, թե Էրդողանն է սխալվում, խիստ կասկածում եմ չնայած որ ինքը տենց Էրդողանը համաձայնեցրել է, չնայած նույն տեղում են եղել կարող է, ինչ վերաբերվում է Հայաստանին, դե կարող է Նիկոլը հետ համաձայնեցնելու կարիք չկա, Նիկոլը տենց էլ համարում է, որ մեծ հաշվով տարածաշրջանն է էական, ոչ թե Եվրամիությունը։ Դա նորմալ է։ Նորմալ է, որովհետև Եվրամիության հետ ինքը իրոք կապ չունի։ Եվրոպական քաղաքակրթության սահմանը ցավոք սրտի 7-րդ դարից, 8-րդ դարից տենց անցնում է Հայաստանի սահմաններով։ Հիմա քուրգետով ուզում եք թե չեք ուզում, տենց է։ Որ Եվրամիությունը պետք է վախենա Ալիևի այս խոսքերից եւ ինչ որ հետ քաշվի իր ծրագրերից։ Եվրամիությունը պետք է ինչ անի։ Ումից վախենա։ Հարցրեցի դե հիմա հարցեր տվեցի դե հիմա ես նույնիսկ վստահ չեմ որ ասենք չէ Ալիևից վախենալս որն է։ Այդ մենակ Նիկոլը կարող վախենա, վստահ չեմ որ վախենում է, կարող ուղղակի պայմանավորվել է։ Նո իրան ձեռ է տալի։ Իդեպ մայիսի 9-ին Չէ, վախենում է իհարկե, լցնում է տակը, որտեվ Պուտինից է վախենում։ Այ հիմա Հայաստանում հերքեցին, ասեցին մայիսի 9-ին Մոսկվայում, այո, Փաշինյանն է լինելու, Ալիևն է լինելու, Պուտինն է լինելու, բայց հանդիպում չի լինելու։ Ոնց կարա հանդիպում չլինի։ Երկուսը տեն սատկած լեշի գլխին կանգնած է կլինելու։ Ոչ թե չի լինելու, այլ նախատեսված չէ ձևակերպումով է տրված։ Այսինքն գուցե նախատեսված չէ իմ հարցն է, բայց ոչինչ երբեք չես կարող ասել։ Խաթաբալադան հիշում եք։ Կարող եմ մեջ բերել։ Եթե ցենզուրայի Չգիտեմ, չեմ մեջ բերի։ Լենինը ով ուզում է, այդ Լենինը որ ասում է, ես ոչինչ չեմ, ես միակ կրծքերի դեմ համբույր է։ Հիմա հարցը էդ է։ Դուք գնում եք սատկած Լենինի գլխին կանգնեք, իրեքդ իրար կողք։ Այն բունկերային առնետը, այս Աբշերունյան ոչխարը ու այս կեպկով հեծանվորդը։ Իրեքդ իրար կողք կանգնելու եք։ Հանդիպում չի լինելու որն է, գողական է, հա, այն որ ասում է տեսնվելուց հանդիպենք, թե հանդիպելուց տեսնվենք, ինչ է նշանակում, չեք բարևելու իրար։ Խոսքը գնում է այդ եռակողմ հանդիպումների Ախր վտանգը նրանում է, խաղաղության պայմանագրի մասին, խոսքը գնում է Հայաստան, Ադրբեջան։ Ես հասկանում եմ, դուք հիմա հարցնում եմ ես։ Չէ, դուք չեք հարցնում։ Չէ, դուք հարցնում եք, ուղղակի դուք այդ հարցի տեսքով այնքան իմաստ եք դնում դրա մեջ, որ իրավիճակը չկա այդպիսի իմաստ։ Ստոպ, տենց չի։ Այստեղ տենց չի կարելի ասել, որ չկա։ Իրավիճակը բանական մոդելի մեջ գնահատող մարդը կարա սկսի մտածել, արդյոք սա կլինի, նա կլինի, ժողովուրդ, ուրեմն 3 հոգի հանդիպում են, 2-ը ռազմական հանցագործ։ Սրանց մի վայրում գտնվելը վտանգավոր է, նույնիսկ եթե իրանք իրար ապտակ տան, թքեն իրար վրա եւ հայոյեն, որովհետեւ իրանց յուրաքանչյուր հանդիպումը Ռուսաստանի համար դառնում է հիմք, դառնում է նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, որը ոչինչ էր։ Դուք ասեցիք, ես չէ, խնդիրը նրանում է, որ Նիկոլ Փաշինյանը կլինի ամենավերջի հիմարը, եթե մայիսի 9-ին գնա։ Նման հիմարություն այս հիմիկվա դրությամբ չի կարելի թույլ տալ։ Ոչ Սյունիքում բան, անունը ինչ է։ Հյուպատոսություն։ Ոչ մայիսի 9-ին գնալ, ոչ Գրիբոյեդովյան ակումբի անբարոյականների հավաք Հայաստանում, ոչ այդ անբարոյականներից ինչ որ մեկին, ով ռազմական հանցագործ է Ուկրաինայում, բերել հանրային հեռուստատեսություն եւ խոսեցնել։ Ժողովուրդ այդ մարդը ռազմական հանցագործ է Ուկրաինայում։ Դուք ոնց եք դրան եթեր տվել։ Նույնիսկ եթե Պետրոս Ղազարյանը, զարմացանք սաղս, մի քիչ իրավերով մանա եկի։ Բայց չի կարելի տենց բաներ անել, հրա։ Չի կարելի։ Այս հարցերը տենց չի լուծվում։ Դուք հիմա իրանց թվում է, որ այդ բարոյականության բանի հարցը տենց չի։ Այդ բարոյականության հարցը լեգենդների մասին չի։ Մենք ունենք իրավիճակ, որտեղ սև եւ սպիտակ, եթե մնանք Տոլկիենի մեջ, էտա ասում է, չարն ու բարին տեղերով չի փոխվում, դու չես կարող գնաս Մորդոր, պաչես դրա մատանին, բայց մնաս մաքուր, չէ, դու էլ ես դառնում Գունդաբադի օրկ։ Չես կարա գնաս մայիսի 9-ին ընդեղ ու մաքուր մնաս։ Տարածաշրջանային նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը կզում է ու ով կա թռնում են վրով։ Այտենց։ Ոչ ոք չկա տարածաշրջանային, ոչ ոք։ Տարածաշրջանային համագործակցությունը դա խաշմերուկն է։
որը ոչ մի կապ չունի Հայաստանի։ Հայաստանը սենց ասեմ, եվրասիական ցանկացած բանի մեջ, կառույցի մեջ, նույնիսկ այդ տարածաշրջանը 3+3-4-ի քառակուսի բին բաժանած 6-ի բարձրացրած խորանար բան այդ բոլոր մաթեմատիկական սատանայական հաշվարկներով Հայաստանը կործանվում է Հայաստանի միակ տարբերակը որ այդ բոլոր փաստաթղթերը սենց փաթեթավորվում է ինչ որ մի ձև է արվում ու տրվում է ասենք Լենինին ասենք Լենին Աթաթուրք պայմանագրի հետ միասին միտեղ տենց մտցնեն պահեն Հայաստանի միակ փաստաթուղթը եւ միակ համագործակցությունը եւ միակ ինտեգրումը, որը կարող է բերի կայուն զարգացման եւ անվտանգության, դա Եվրամիությունն։ Կամ սենց ասեմ, Եվրատլանտյան քաղաքակրթական բաներն են, որոնք ոչ մի կապ չունեն բացատրում, որովհետեւ Թուրքիան թուրք չի, Ադրբեջանը Ադրբեջան չի, Կովկասյան թաթարները PlayStation-ի մոտից գողցած երիտասարդը սկի վարչապետ չի, որովհետև աշխարհը չի ճանաչի իր ընտրությունները որպես լեգիտիմ։ Ինքը ուղղակի տենց պաշտոնի նստած է, մեկ-մեկ PlayStation-ը խաղում, Նիկոլից բացի ոչ մի շամտեղ չի դնում։ Այդ ասցինք Իրանում դեռ չեն հասկանում ինչա կատարվում, ոնց կլինի Իրանը։ Շաբաթօրը դեռ բանակցություններ կան, այսինքն այնտեղ պատերազմ կլինի, կանոնություն կլինի, թե չի լինի, էլ չասած որ Թուրքիայում էս դեպի ավտորիտար շարժումը արդեն բոլորից տեղն է, մնացել է Նիկոլը։ Նիկոլն էլ ասում է 0 դասարան իջեցնեմ բոլորին, ինքը ամեն օր բացահայտում է որ պետական կառավարումը, գիտես, տենց Նելսոն Մանդելա Եվ այս ֆոնին հեծանի Կարեն Սարգսյանը ես եմ եւ իր ուրեմն կողմնակիցները խմբի ներկայացուցիչները Եվրատիպ անվանումը դրել բացեք մեկը բանն է Արմեն Նովանեսյան ձեր մոտ եթերում էր ես ձևակերպումը տամ ամբողջական որը նախատեսել եմ եւ դուք հետո արդեն բացեք Եվրատիպ շրջանակներում սկսում են հանդիպումների քննարկումների շարք ձեր հայտարարությունն եմ դուրս բերել նախապես գրանցվելու համար ձեզ հետաքրքրող հարցերի համար դիմեք այստեղ կամ Արմենի մոտ կամ ինձ մոտ այո Telegram-յան ալիքում Facebook-ում դրել ենք բաները հղումները դրել ենք շատ པարզ ֆորմա է Google-ի որտեղ որ դուք նախապես կարող եք գրել հարցերը որոնք ուզում եք որ քննարկենք նախ Եվրատիպից սկսենք ինչի նշանակում Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմ ինքը շատ վաղուց մենք փորձում ենք գրանցել Եվրատլանտյան integration, հա, ինտեգրացիոն պլատֆորմ, հայերեն էլ է։ Եվրատիպ, ընդեղ էլ է այդպես, Euro-Atlantic integration, տիպ ենք, հա։ Ինքը հիմնական իր նպատակը դա ապահովելն է Հայաստանի կայուն եւ սահուն ինտեգրումը Եվրատլանտյան բոլոր կազմակերպություններում, ինստիտուտներում մասնավորապես ստեղ աջակցել կամ առաջնորդել կամ աջակցել անհրաժեշտության դեպքում SEPA plus Եվրամիության այդ գործընթացներ, բանակային ռեֆորմներ, ՆԱՏՕ-ի ստանդարտներ, ընդհանուր առմամբ ստանդարտներ ՆԱՏՕ-ական, բոլոր այն խնդիրները, որոնք կապված են արժանապատվության հետ, այսինքն առողջապահություն, կրթություն, ենթակառուցվածքներ, բնապահպանություն, ինքնքան որ հասարակական պլատֆորմա, հասարակական կազմակերպության պլատֆորմա, մենք յուրաքանչյուր ոլորտի վրա պատրաստվում ենք ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք տարբեր ձևերով կաշխատեն, լինի դա պրակտիկ, լինի դա գիտահետազոտական, այսինքն ծրագրերի ինչ-որ արդյունքում մշակած, սենց ասեմ, գործողության պլաններ, անհրաժեշտության դեպքում համագործակցելով թե պետական մարմինների հետ, թե միջազգային կազմակերպությունների, գործընկեր կազմակերպությունների եւ այլ պետությունների հետ, այսինքն ստեղ ժամանակափոխում չկա։ Քանի որ հասարակական է իրեն կարող են անդամակցել անկախ քաղաքացիությունից եւ բնակության վայրից յուրաքանչյուր անհատ, ով Հայաստանի համար մտահոգ է, դե գրանցվելուց հետո արդեն 3-4 ամիս, հա, 3-4 ամիսա ինչ գրանցվել ենք, դեկտեմբերին գրանցեցին մեզ բարեհաջող, արդեն մի քանի լրջագույն հանդիպում տեղի ունեցել տարբեր ֆորմատներով, փակ ֆորմատներ, բաց ֆորմատներ, եվրոպական քաղաքական գործիչներ, հասարակական կազմակերպություններ, ինչ որ տենց կոնֆերանսներ, մշտական ինչ որ փորձագիտական կապերի մեջ ենք, այսինքն մենք աշխատում ենք նրա վրա, որ
եվրոպական այդ ինտեգրացիոն գործընթացները սահուն անցնում, մենք ապահովում ենք այդ դաշտ։ Միևնույն ժամանակ դրսի համար, Եվրոպայի համար փորձում ենք ներկայացնել Հայաստանը այնպեսին ինչպես ինքը կա, որ պես շիզոֆրենիան չի էլի, որ մենք ուզում ենք մնանք ԵԱՏՄ-ի մեջ, բայց հապկի մեջ չենք ուզում մնանք դրա համար մեզ ընդունեք Եվրամիություն, բայց Պուտինը մեր պապան է, ինչ որ այդպես բաներ, որ տնենց չի էլի, որ բանը։ Աշխատում ենք այդ ուղղությամբ, աշխատում ենք եվրոպական համալսարանների հետ, դե հիմա եվրոպական նախատեսված էր նաև ամերիկյան, ուղղակի դե հիմա տենց մի քիչ պրոբլեմա էլի, ու մենք ուր վենսը, բայց ընդ կփոխվի, ինձ չի չեմ ուզում։ Դեռ դուք փաստորեն այսպես կազմավորման փուլում եք։ Չէ, կազմավորված ենք արդեն ընդհակառակ, հիմա արդեն գործնական փուլն է։ Արդեն աշխատում։ Հիմա այս հրավերը, որ մենք տարածել ենք, որ մարդիկ գրանցվեն կան, սա արդեն աշխատանքային փուլ է, սա բան չի։ Տելեգրամյան ալիքը ինչպես է կոչվում։ Իմ Կարեն Սարգսյան տելեգրամյան ալիքն է կամ Արմեն Հովհաննիսյանի Facebook-յան էջն է կամ իմ Facebook-յան էջն է, դրված են հղումները, էլ այնտեղ կարող Եվ այդպես կարող են ուղղակի բանով պատու Google ֆորմալ լրացնում եք, ինչ որ կոնտակտային տվյալ եք, որ ձեզ հրավիրելու ժամանակ իմանանք ու մենք զանգում, ինչ որ անում բան, եւ հարցերի տեղն է թողած, այն հարցերը, որոնց շուրջ դուք կամ ուզում եք խոսեք, կամ ձեզ հետաքրքիր է լսել, կամ դուք բան ունեք ասելու։ Շուտ 3-4 սա։ Միաժամանակ հետո նորից ես այս հարցը ձեզ կուղեմ եւ արդեն կներկայացնեք ինչ հարցեր, ինչ շաբաթ արդեն պատասխաններ։ առաջի փուլը կլինի։ Եւ ձեր գործերի մասին մի քիչ ավելի բարձ։ Մեր հայտարարելուց հետո այդ որ բանը Արմենի հետ որոշեցինք արեցինք, ինչ որ մեկ օրվա ընթացքում արդեն 80 հոգի ամբողջական բան հավաքվեց։ Այսինքն կան մարդիկ ուղղակի մենակ անունն են գրել ու ուզում են գան հարցը։ Այն նրանք ովքեր հարցեր են տվել, այդ հարցերի մեջ իմաստ կա, կարդում ես, տեսնում ես մարդը բանը 80-ա հասել։ Այսինքն 80 հոգի ունեն հարց քննարկելու, տեսնում ես հարցի որակից եւ բանից։ Բոլորը չեն 0 դասարանում։ Փաստորեն։ Կասկածում եմ, որ իրանք Այդ 0 դասարանը հատուկ են։ Գիտեք, աուդիտորիաները տարբերում են, ոչ ինձ, ոչ Արմենին, այն մարդիկ, ովքեր Արմենի ասած այդ լվիցա սանրվածքներով կանայք, որոնք որ տանդի գոլս, բանսես բաներ են անում, իրենք մեզ չեն կարդում։